կիսադի տոներ։ Այսօր մարտի 24-ն է, Մեծի Պահոց շրջանի վերջին կիրակին և Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հիսուսը, գիտենալով հանդերձ, որ պիտի զոհվի մարդկության մեղքերի համար, որոշեց գնալ Երուսաղեմ։ Շատերը ուրախացան Հիսուսին տեսնելով և նրան հռչակեցին թագավոր։ Աշակերտներին, վարդապետ, ասում եմ ձեզ, եթե նրանք լռեն, քարերն անգամ կսկսեն աղաղակել։ Հինգ տակարանի մաշկարեները դեռևս դարեր առաջ հստակ գուշակել էին Հիսուս Քրիստոսի փառահեղ ընդունելությունը և հաղթական մուտքը Երուսաղեմ։ Տարերով բռնության տակ ճնշված, զրկված ու հալածված Իսրայելի ընտրյալ ժողովուրդը Հիսուսի անձի մեջ էր տեսնում երկար սպասված Մեսիային, որ գալիս էր վերահաստատելու Դավթի թագավորությունը, բազմաչարչար հայրենիքին բերելու արդարություն ու խաղաղություն, փարատելու հոգիներում կուտակված մեղքի խավարը և խոստանում էր երանության բարիքներով օժնել տառապած հրեա ժողովրդի կյանքը։ Որն էր ժողովրդի այս աննկարագրելի խանդավառության պոռթկումի շարժառիթը, որ անգամ քաղաքային իշխանություններն անզոր էին կարգ-հաստատել։ Ինչ տարականոն դեպք էր պատահել, որ երեկվա թերահավատ ամբոխը ովսանաներով էր ողջունում ու փառաբանում Քրիստոսին։ Արդարև հրաշալի ու նախընթաց մի դեպք էր պատահել։ Քրիստոսի հրաշագործ զորությամբ վերակենդանացել էր մի մեռյալ, և այս անսովոր եղելությունը բերնեբերան տարածելով փոխել էր հրեա ժողովրդի հավատի ուղղությունը ու վստահությունն է շնչել, թե հենց Քրիստոս ինքն է փնտրված Մեսիան։ Հրեա ժողովուրդը սակայն Ծաղկազարդի ցնծություններից մի քանի օր անց ուրացավ իր ճշմարիտ թագավորին, ոտքի տակ ճզմեց ձիթենու և արմավենու ճյուղերը և խաչի չարչարանքով մահվան դատապարտեց։ Քրիստոսի համար արժեք չունի, թե ինչպես ենք մենք երևում, նա սիրում է մեզ տեսնել սրտի սրբության մեջ։ Նա չի սիրում լսել մեր խոսքերը, մեր գովեստները, այլ սիրում է տեսնել մեր գործը, մեր զոհողություններն ու ծառայությունները։ Նա կամենում է, որ մտերմանանք իր հետ, մեկ մարմին ու մեկ հոգի լինենք։ Կամենում է, որ մենք իր մեջ բնակվենք և ինքը մեր մեջ։ Նա սիրով խոնարհվում է և իր աստվածային փառքն ու մեծությունը կիսում է մեր փոքրիկ ու աննշան անձերի հետ, որպեսզի իր շնորհով մենք ևս ազնվանանք ու սրբանանք։ Թող մեզանից յուրաքանչյուրն իր սիրտը մի փոքր Սիոնի վերածի այսօր և խանդավառությամբ ընդունի Քրիստոսի թագավորին, որ հոգիների խաղաղության պարգևատուն է։ Արդեն մի քանի տարի է Ծաղկազարդի օրը հայաստանյաց եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնություն։ Այս առիթով այսօր Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորում կատարեց մանուկների օրհնություն։ Նորին Սրբությունը այցելեց նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և Հավարտ Պատարագի իր հայրապետական օրհնությունը տվեց բազում մանուկների։ Այսօր Աշտիկի հոգևոր համայնքը ոտքով ուխտագնացություն կատարեց Հարիճավանք և իր աղոթքներով ու ովսանաներով միացավ հայոց ժողովրդի ամենքի աղոթքներին։ Իսկ Գյումրու առաջնորդանի Սուրբ Յոթվերք եկեղեցում այսօր մատուցվեց պատարագ։ Ամեն տարվա նման այս տարի էլ եկեղեցին իր կամարների ներքո էր համախմբել հարյուրավոր հավատավոր ժողովրդի։
Ծաղ զարդարը տոնում են Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ։ Երբ Հիսուսը գալիս է Երուսաղեմ, դեպի մուտքը Երուսաղեմ, ժողովուրդը նրան դիմավորում են ուռենու, ցիտենու, արմավենու տերևներով։ Բանը, իսկ պատարակի ժամանակ այդ օրհնած տերևները բաժանում են ժողովրդին եւ տանում են տուն, բերում են մեծ հաջողություն։ Սուրբ Յոթվերք եկեղեցում այսօր պատարակ մատուցվեց ձեռամբ Տեր Վազգեն Քահանա Ստեփանյանի։ Հնչեց Որվեր օրհնի շարականը, որի պատմությունն է Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքի Սուրբ քաղաք։ Ընթացս պատարակի Տեր Վազգենը քարոզ խոսեց, խոսքն սկսելով օրհնություն ոչ թվոդավթի, օրհնյալ որ գալ է հանուն տյառն, օրհնություն ի բարձունս Քրիստոսին դիմավորող ժողովրդի խոսքերով։ Պատգամեց նա ժողովրդին մտնել եկեղեցի խոնարհությամբ, ինչպես Քրիստոս է մուտք գործում Երուսաղեմ։ Եկեք այսօր մեր սրտերի Երուսաղեմ մուտք գործած Փրկչին դարձյալ օրհներգություններ ուղենք եւ խնդրենք, որ նա իր ճշմարտությամբ լուսավորի եւ զորացնի մեր մտքերն ու հոգիները։ Թույլ չտանք երբեք, որ հայ ժողովուրդը անհատապես կամ հավաքաբար որևէ սխալ գործի, այլ ամուր կարճած իր հայրենական հավատքին ճիշտ ըմբռնի իր կրոնական ու ազգային առաքելությունը ու մշտապես հավատարիմ մնա իր հուսառատ ապագայի տեսիլքին։ Վարելով իրենց հույսի հավատի մոմը, ժողովուրդը իր հետ տուն տարավ ուռենու ճյուղեր իրենց օջախներում օրհնություն ու լիություն տանելու հավատով։ Սիրելի հեռուստատողներ, Ծաղկազարդից ճիշտ մեկ շաբաթ անց հայաստանյաց եկեղեցին տոնում է Զատկի հրաշալի տոնը, Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Ցայք հեռուստաընկերության Եղեցի լույս ստեղծագործական խմբի անունից թույլ տվեք ի սրտե շնորհավորել բոլորիդ, մաղթել ձեր հոգիներին խաղաղություն, երջանկություն եւ որ ձեր սրտերում լույս եղիցի։ Կհանդիպենք ճիշտ 2 շաբաթ անց Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում եւ կմաղթենք, որ ձեր սրտերում լույս եղիցի։ Միշտ նոր հանդիպում։ Քրիստոս հայրյավ իմերելոց։ Այսօր մեջտեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության օրն է։ Հայոց եկեղեցու ամենակարևոր տոներից մեկը Զատիկը։ Զատկին նախորդող շաբաթը կոչվում էր ավակ։ Այն ավանդում էր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը, չարչարանքները, մահը, հարությունը։ Ավակ երկուշաբթին անպտուղ թզենու չորացումն է։ Նվիրված է աշխարհի, երկնքի ու երկրի արարչագործությանը։ Այսօրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին եւ Երուսաղեմի տաճարի մաքրագործումը։ Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուսը քաղց է զգում եւ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով մոտենում է նրան եւ նրա վրա տերևներից բացի ոչինչ չգտնելով թզենում ասում է. Այսուհետև քեզանից հավիտյան պտուղ թող չլինի։ Նույն պահին թզենին չորանում է։ Հիսուսն անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այն բարեպաշտության հոգևոր պտուղը, բարի գործերը ու ողորմածությունը։ Պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի թզենու նման։ Երուսաղեմի տաճարի մաքրագործումը կատարվեց ի խնդիր հավատի մաքրության։ Մտնելով տաճար, Հիսուս շուռ տվեց աղավ նվաճառների ու լումայա փոխերի սեղանները դուրս հանեց նրանց, ովքեր տաճարի մեջ առևտուր էին անում, եւ ասաց. գրված է թե իմ տունը աղոթքի տուն պետք է կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք դարձրել։ Իր այս խոսքերով Տերը մեզ սովորեցնում է սրբությունների հանդեպ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել։ Ավակ երեքշաբթին 10 կույսերի առակն է խորհրդանշում։ 10 կույսեր իրենց լապտերներն առած փեսային ու հարսին դիմավորելու են դուրս գալիս։ Նրանցից 5-ը հիմար էր, 5-ը իմաստուն։ Հիմարները լապտերները վերցնում են, բայց իրենց հետ բավարար ձետ չեն վերցնում, իսկ իմաստուն կույսերը վերցնում են բավարար քանակությամբ պաշար։ Փեսան ուշանում է,
ուստի կույսերը քուն են մտնում։ Կեսգիշերին ձայն է լսվում, ահա Փեսան եկավ։ Իմաստուն կույսերը պատրաստ էին պահել իրենց լապտերները, եւ երբ Փեսայի հետ հարսանիքի սրահը մտան, դուռը փակվեց։ Բայց մինչ այդ հիմար կույսերը իմաստուններից ձեթ էին խնդրել իրենց մարող ճրագների համար, սակայն ստացել էին հետեւյալ պատասխանը. «Գուցե մեր ձետը մեզ եւ ձեզ չբավարարի, գնացեք վաճառողի մոտ, ձեզ համար գնեք»։ Հիմար կույսերը այդպես էլ վարվեցին, սակայն վերադառնալով իրենց առաջ հարսանիքի սրահի դուռը փակ կտան եւ կանչեցին. «Տեր, բաց արա»։ Բայց Փեսան պատասխան տվեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ չեմ ճանաչում»։ Եկեղեցու հայրերը խորհրդաբանական իմաստ են տվել այս առակին։ Փեսան Քրիստոսն է, հարսանիքի սրահը երկնքի արքայությունը, որին արժանանում են 5 իմաստուն կույսերը, ովքեր ժամանակին բավարար չափով ձեթով, այսինքն ողորմածության բարի գործերով են լցնում իրենց լապտերները։ Ավագ երեքշաբթին ակնարկում է, որ մեր առաքինի բարի գործերի պտուղներով պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես եւ երկնքի արքայությունից դուրս կմնանք 5 հիմար կույսերի պես։ Օրվա ավետարանը պատգամում է. «Արթուն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ոչ օրը, ոչ էլ ժամը»։ Ավագ չորեքշաբթին օծում եւ մատնություն։ Այդ օրը հիշատակում այն մեղավոր կինը, որ թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, ինչը խորհրդանշեց Տիրոջ մոտալուտ մահը։ Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը յուղը վատնելու համար։ Կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին։ Հիսուսը նրանց ասում է. «Ինչու եք նեղություն տալիս այդ կնոջը։ Նա իմ հանդեպ բարի գործ կատարեց։ Աղքատներին ամեն ժամ ունեք ձեզ հետ, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա»։ Իմ մարմնի վրա այդ յուղը թափվելով նա իմ թաղվելը կանխանշեց։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում ուր էլ այս ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաեւ ինչ որ դա արեց։ Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդային Հիսուսի մատնելու վճիռը։ Այն ժամանակ 12-ից մեկը Հուդա Իսկարիովտացին գնաց քահանայապետի մոտ ու ասաց. «Ինչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»։ Եվ նրանք 30 արծաթ դրամ խոստացան նրան։ Ավագ հինգշաբթի հաղորդության խորհրդի հաստատում ոտնլվա։ Առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագի հիշատակ վերջին ընթրիքի ժամանակ հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոսը վերնատանը վերցրեց հացը, օժնեց, կտրեց եւ տվեց 12 աշակերտներին եւ ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար»։ Դրանք Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն են եւ հոգեվոր սնունդ հավատացյալների համար։ Ով ուտում է իմ մարմինը եւ ըմբում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Նույն օրը երեկոյան կատարվում է ոտնլվայի արարողությունը։ Վերջին ընթրիքից հետո Հիսուսը ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը սրբելով մեջքին կապած սրբիչով, հեզությամբ ու խոնարհությամբ օրինակ ծառայելով։ Եթե ես Տերս եւ վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։ Հարավորում ենք քեզ, մեր Տեր Աստված եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, միածին Որդի եւ Որդոս, հրեշտակների ու մարդկանց Տեր եւ Արարիչ, Գիզող Հուր Աստված, որ եւ հրևեն զորություններն իսկ զարուրելով սարսափում են նաեւ քո աստվածության փառքի պատվին, ուստի եւ սերով բեները թևերով սկովելով ծածկում են իրենց դեմքերը, անդադար փառաբանություն մատուցանելով քո տերության աթոռի առջև։ Դու Տեր եւ այժմ մեր փրկության ժամանակի լրումին հաջեցիր մարդ լինել Սուրբ եւ անարատ Կույս Մարիամից եւ ամեն ինչի միջով անցնելով բացի մեղքից վերացրիր Ադամի պարտքը քո աստվածագործ մարմնի մեջ, որն ընդունեցիր մեր բնությունից եւ ամեն ինչ կատարեցիր ըստ օրենքի, փրկելով մեզ անեծքի օրենքից, եկար վերնադուն, կատարելով նաեւ այն Մովսիսադիր ըստ վերական օրենսդրությունը, դու, որ սպասարկվելով պաշտվում ես անջուկական հրևեններից, որի համաձայն եւ քեզ են ծնտրադրում բոլոր երկրավորները, երկրավորներն ու անդնդայինները։ Այսօր տնօրինական մարդասիրությամբ ծնկի ճար քո սուրբ առաքյալների առջև լվացիր հովևեն ոտքերը բարի ու
գեղեցիկ այս կարգն ավանդելով մեզ։ Եվ արդ, բարելար և բազմողորմներ, ինչպես և այն ժամանակ ազդարարելով դաստիարակեցիր մեզ կերպարանագից լինելու քո փրկագործ խոնարհությանը, շնորհիր և այժմ քո մեղավոր ծառաներիս, որ երեսնի վայր ընկած քո մարդասեր շնորհների գութն ենք աղերսում, փողություն պարգևելու մեր մեղքերին, որպեսզի այս փոքր ջրով, որի մեջ լվանում ենք միմյանց ոտքերը և տկարանձելով քո կենդանարար ավանդությունն ենք կատարում, մեզ վրա հեղեց քո ամենարատ ու ամենազոր շնորհները և մաքրես մեզ ամեն տեսակի աղտեղություններից ու մեր մեղքերի շաղախումներից։ Հեռացրու մեզանից ամեն տեսակի հպարտություն ու անբարտավանություն, որ բանսարկուն գցեց մեր տգար բնության վրա իր պատրանքներով։ Ուշպատ Տիրոջ խաչելությունը եւ թաղումը։ Եկեղեցին հիշատակում է Հիսուսի չարչարանքներն ու խաչելությունը։ Զատկական ընթրիկից հետո Գեթսեմանի այգում Հուդայի առաջնորդությամբ հռոմեացի զինվորները ձերբակալում են Հիսուսին։ Այս պահից սկսվում են Հիսուսի չարչարանքները, որոնց հիշատակությունները եկեղեցին սրբագործել է պատշաճ արարողակարգով։ Հիսուս Քրիստոսը հանձնվում է մեղավորների ձեռքը եւ դատապարտվում մահվան։ Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշեպսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին։ Ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին ու մեռնելուց հետո տեգով խոցեցին։ Քրիստոսի բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչապայթի վրա հոգին ավանդեց մարդկության փրկության ու մեղքերի քավության համար։ Ավագ շաբաթը դժոխքի ավերումը եւ ճրագալույցի պատարակն է։ Այդ օրը նվիրված է Հիսուս Քրիստոսի թաղմանը եւ գերեզմանի կնքմանը։ Հիսուս Հովսեփի ձեռքով իջեցվում է խաչապայթից, փաթաթվում է պատանկով եւ դրվում վիմափոր գերեզմանի մեջ։
Գերեզմանի մուտքը փակում են մի մեծ քարով եւ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն ու կոծեն Հիսուսի մարմինը։ Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը։ Հիսուսը երրորդ օրը հարություն է առնում, ինչպես ինքն էր մարգարեացել իր մասին։ Քրիստոսը գերեզմանը դրվելով իջնում է դժոխք եւ ավերում այն փրկություն շնորհելով աշտարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեր եկեղեցու վարդապետությունը։ Յուղաբեր կանայք գնացին գերեզման, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Հիսուսին, եւ ասում էին միմյանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ով պիտի գլորի»։ Բայց վեմը մի կողմ էր ընկած։ Գերեզմանի մուտքը բաց էր, գերեզմանը դատարկ։ Հիսուսը հարություն էր առել։ Երկու լուսավոր զգեստներով մարտիկ հրեշտակները յուղաբեր կանանց հաստատեցին եղելությունը։ Ինչու ողջերին մեռելների մեջ եք փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Կանայք վերադարձան աշակերտների մոտ եւ հայտնեցին հարություն ավետիսը։ Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի հիմնն ու վարդապետությունը։
Հիսուսը իր մահով հաղթեց մահվանը մեզ մարտարարածներից փրկության համար։ Երբ զատկական պատարագին լսում ենք Քրիստոս հարյավ իմեռելոց ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարությանը պատասխանելով. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեծ ուրախությամբ, ցնծությամբ եւ ողջավորությամբ մեկ անգամ եւս ողջունում ենք մեր սիրելի ժողովրդին, Շիրակ աշխարհի ամենագեղեցիկ ավետիսով մարդկային պատմության Քրիստոս հարյավ իմեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սուրբ Զադիկը իրապես քրիստոնյա աշխարհի մեծագույն տոնն է, որը ներշնչել եւ ներշնչում է քրիստոնյա ժողովուրդների զավակներին ապրել այդ հարության հույսով, ապրել այդ հարության շունչի ներքո եւ այդ հարության լույսը իրենց հոգիներում վառ պահել։ Ուրախ ենք, որ տարին մեկ անգամ եւս իր շրջապատույտը կատարեց եւ մեկ անգամ եւս արժանացանք Տիրոջ սուրբ եւ հրաշապար հարությունը դիմավորելու եւ ողջունելու իրար այդ գեղեցիկ ավետիսով։ Մնում է մեզ մաղթել, որ իրապես հարուցյալ Փրկիչը իր անսպար շնորհները տարածի մեր ժողովրդի զավակներից յուրաքանչյուրի վրա եւ յուրաքանչյուրին տա հարության այդ իրականության զորությունը, որովհետեւ հարությունը սոսկ պատմական դեպք եւ իրադարձություն չմնա մեզանից յուրաքանչյուրի հոգում եւ մտքում, այլ դառնա իրականություն այսօր մեր այս իրականության մեջ, այս մեր ժամանակահատվածում։ Եվ նաեւ մեր մաղթանքն է եւ աղոթքն է եւ պատգամն է, որ մեր ժողովրդի զավակներն էլ իրենց հերթին ընտարաջ կնան հարուցյալ Փրկչին, ընտարաջ կնան իրենց մայր եկեղեցուն եւ իրենց մայր եկեղեցում հնչող այս ավետիսը իրենց կյանքի մեջ իրապես իրականություն դարձնեն։ Եվ մեր ժողովրդի զավակների կողմից ակնկալելի է իրենց լիարժեք եւ լիակատար մասնակցությունը հարության զատկական այս տոնակատարությանը։ Չբավարարվենք միայն Զադիկը եւ հարության տոնը նշելով զուտ որպես ազգային սովորություն եւ ազգային ավանդություն, այլ տեսնենք այդ իրողության մեջ կրոնական հիմքը, խորքը, խորհուրդը եւ փրկagorցության, մարդկային պատմության փրկagorցության իրողությունը, մեր մեղքերի, քավության եւ թողության իրականությունը եւ վերջի վերջո օրերի վաղճանին նաեւ մեր հարության իսկությունը, Քրիստոսի հարությունը, ինչպես առաքյալն է ասում, անտրանիկն էր բոլոր հարությունների մեջ եւ այդ հարության հույսով ենք ապրում մենք քրիստոնյաներս եւ տա Աստված, որ մեր հավատքով, մեր հույսով, մեր նվիրումով եւ Տիրոջ պատվիրանների ճանապարհներին մեր նվիրվածությամբ կարողանանք մենք նույնպես արժանի դառնալ հարության իսկությանը մեր կյանքում։